Սողոսը դեռ տիրոջ աշակերտներին սպառնալու եւ նրանց սպանելու կարգով լցված քահանայապետի մոտ եկավ եւ նրանից նամակներ խնդրեց Դամասկոսում ժողովարաններին ուղարկված, որպեսզի եթե գտնի այդ ճանապարհին հետևող որևէ մեկին, տղամարդ թե կին, կապված Երուսաղեմ բերի։ Եվ նա գնալիս, երբ մոտեցավ Դամասկոսին, հանկարծակի նրա շուրջը երկնքից մի լույս փայլատակեց։ Եվ երբ գետին ընկավ, լսեց մի ձայն, որ իրեն ասում էր. «Սավուխ, Սավուխ, ինչու ես հալածում ինձ»։ Եվ նա ասաց. «Ո՞վ ես դու, Տեր»։ Եվ ձայնն ասաց. «Ես Հիսուսն եմ, որին դու հալածում ես։ Ոտքի կանգնիր եւ այդ քաղաքը մտիր, ու քեզ կասվի, թե դու ինչ պետք է անես»։ Իսկ նրան ուղեկցող մարդիկ անշշունչ կանգնած էին։ Միայն նրա ձայնն էին լսում, բայց ոչինչ չէին տեսնում։ Սողոսը գետնից վեր կացավ, սակայն բաց աչքերով իսկ ոչ ոքի չէր տեսնում։ Նրա ձեռքից բռնած մտցրին Դամասկոս։ Եվ 3 օր այնտեղ էր, բայց չէր տեսնում, ոչ կերավ, ոչ էլ խմեց։ Դամասկոսում Անանիա անունով մի աշակերտ կար։ Նրան տեսիլքի մեջ Տերն ասաց. «Անանիա», սա ասաց. «Այստեղ եմ, Տեր»։ Եվ Տերը նրան ասաց. «Ոտքի կանգնիր ու գնա այն փողոցով, որ ուղիղ է կոչվում, եւ Հուդայի տանը կփնտրես Սողոս անունով Տարսոնացուն, որ դեռ աղոթքի մեջ է»։ Եվ նա տեսիլքի մեջ տեսավ Անանիա անունով մի մարդու, որ մտավ եւ ձեռքը դրեց իր վրա, որպեսզի տեսնի։ Անանիան պատասխանեց. «Տեր, շատերից լսեցի այդ մարդու մասին, թե որքան չարիքներ է արել Երուսաղեմում քո սրբերին, եւ այստեղ էլ քահանայապետներից իշխանություն ունի կապանքի տակ պահելու բոլոր նրանց, որ քո անունն են կանչում»։ Տերը նրան ասաց. «Գնա դու, որովհետև նա ինձ համար ընտրյալ անոթ է իմ անունը տանելու հեթանոսների, թագավորների եւ իսրայելացիների առաջ, քանի որ ես ինքս եմ նրան ցույց տալու, թե նա ինչքան պետք է չարչարվի իմ անվան համար»։ Անանիան գնաց եւ մտավ այն տունը, ու ձեռքը դնելով նրա վրա ասաց. «Սավուխ եղբայր, վեր նայիր, Տերն ինձ ուղարկեց Հիսուսը, որ քեզ երևաց այն ճանապարհի վրա, որով գալիս էիր, որպեսզի տեսնես ու լցվես Սուրբ Հոգով»։ Եվ իսկույն նրա աչքերից թեփերի պես բաներ ցած ընկան, ապա տեսավ, ոտքի ելավ ու մկրտվեց